Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևն իր ծննդավայր Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր 3 չի այցելել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրանից հետաքրքրվել են, թե ինչու միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստի մասին։ Վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցվաշենում ենթադրենք կառուցած է ինչ-որ մի բան։ Գնանք եկեղեցին, որը թվարկում է, կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Մենք դա գիտենք այդ փաստի մասին, թե չգիտենք։ Հա, ես ասում եմ կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցվաշենում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցվաշենցիները գնալու են, այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ, պատմամշակութային հուշարձանա։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այսի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Խնդրում եմ հրապարակավ հերքել կամ հակառակը հաստատել այդ շրջանառվող տեղեկությունները։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում է։ Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի ընդունեք, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, թե Կարապետյանը դրսում խնդիրներ ունի, դրա համար էլ եկել է Հայաստան։ Պարոն Կարապետյան, ԿՊ քարոզչական այսպես շղթան հստակ հայտարարություններ անում այն մասով, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում, Ֆրանսիայում խնդիրներ ունի եւ սննկացման է գնալու, դրա համար է եկել Հայաստան։ Կա նման խնդիր, հետապնդումներ կան, այդպես են բացատրում։ ԿՊ շրջանակը այդպես է հայտարարությունը տարածում։ Դուք խնդիրներ ունեք Ֆրանսիայում, Ռուսաստանում սննկանալու եք առաջիկայում, դրա համար եք եկել Հայաստան։ Իսկ դուք ոնց եք ասում։ Ես ձեր կարծիքով Դա իրանց երազանքներն են։ Փաշինյանը իր երազներն է պատմում։ Դուք ունեք այդ մարդը ամեն օր մի երազ տեսնում։ Այսօր հայտարարություն չեմ անելու արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, որ այսօր խորհրդարանում մասնակցել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին, կրկին հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասել է հնարավոր պատերազմի մասին իր հայտարարությունը ուժի մեջ է։ Բանություն չեմ անելու, ձեզ լավ օր եմ մաղթում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է աշնան հնարավոր է պատերազմ լինի։ Ինչի հիման վրա է նման հայտարարություն անում Փաշինյանը։ Ես այդ հարցին մեկնաբանել եմ փակ նիստում, լրացուցիչ մեկնաբանության կարիքը չեմ տեսնում։ Բայց դուք նշել եք, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում վտանգ չեք տեսնում, այս դեպքում այս հայտարարությունը ինչ բարձրացնում։ Մեր հայտարարությունը այն ինչ որ արվել է հրապարակային տարեկան զեկույցում ուժի մեջ է։ Այսօր մեկնաբանություններ չեմ անել։ Բայց մեկնաբանություն չի կարելի Հայաստանի դեմ նման պատերազմ։ Համաձայն եմ, բայց ոչ այսօր։ Հեղ ու գազի գները կիչնեն, վստահեցնում են կառավարության անդամները, որպես գնաճի պատճառ երկու գործոն են առանձնացնում Իրանում իրադրությունը եւ վերին Լարսի փակ լինելը։ Գազը կտրուկ թանկացել է։ Ձեր դիտարկումները։ Լարսը փակը մենք հայտարարություն ենք տարածել, Լարսը բացվել է, արդեն մատակարարական կենտրոն մի քանի օրից կսկսի գինի իջնել։ Իսկ Լարսը ինչու է փակվել, ինչն է պատճառը։ Եթե եկավ կիչնի։ Գալիս է կամաց գալիս։ Հպարտորեն հայտարարում եք Լարսը փակ է։ Ես հպարտորեն չեմ արել, ես ասում Լարսը փակ է, փաստը մարզանագրում, ասում կարող է հեղ ու գազը մենք։ Պատճառը որն է փակվելու։ Եղանակային պայմաններում Լարսը փակ է։ Այսօր սպասում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը եւս տասնյակ մեքենաներ կմտնի եւ ես կարծում եմ, որ
արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որը գները էականորեն կիչնի, նախ կլինի, բ հետո էական կիչնի։ Արդյոք Անահիտ Ավանեսյանը պատրաստ է տեսակցել Բաքվում պահվող հայ գերիներին, այս հարցով նրան ավելի վաղ Անահիտ Հանդիլյանն էր թիմել։ Ես ասուլիսի ժամանակ սպառիչ պատասխանը տվել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, տիկին Հանդիլյանին էլ պատասխանելու ոչ մի բան չունեմ։ Այսինքն սա նշանակում է, որ պատրաստակամություն չունեք, օրինակ գնալ, համատեղ այցեր են կատարվում, նաև երեք փոխվարչապետը Ադրբեջանի եկավ այստեղ։ Ես ասացի, որ արտաքին գործերի նախարարության համակարգման բոլոր աշխատանքները ընթանում են, հավելյալ ինֆորմացիա տրամադրելու կամ այս հարցի մասով լրացնելու ոչինչ չունեմ։ Բայց ինչպես եք դուք օրինակ գնահատում նման դիմումը Բաքվում պահվող գերիների վիճակը, տեղափոխվել են այլ կարող եք 4 անգամ կրկնել հարցը, ես նույն պատասխանը տալու եմ։ Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, թե հումանիտար եւ թե այլ հետ կապված հարցերը մեր կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Ավել բան ասելու ոչ տեղին եւ ոչ էլ ասելիք ունեմ։ Հայտնի է Ֆրանսիայի նախագահի այցի օրակարգը մայիսի 3-ին կսկսվի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հետո Փաշինյանի հետ առանձնազրույց տեղի կունենա, որին կհաջորդի երկու երկրի առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Ֆրանսիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նաև կայցելի Մատենադարան։ Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Գյումրիում Փաշինյանը եւ Մակրոնը նաև ներկա կգտնվեն երաշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը խնդրել է Dark Eagle հիպերձայնային հրթիռներ ուղարկել Մերձավոր Արևելք Իրանի դեմ հավանական կիրառման նպատակով, հայտնել է Bloomberg-ը։ Պարբերականը նշել է, որ հարցման հաստատման դեպքում սա կլինի Միացյալ Նահանգների հիպերձայնային հրթիռների տեղակայման առաջին դեպքը։ Կենտրոնական հրամանատարությունը հիմնավորել է իր խնդրանքն այն հանգամանքով, որ Իրանը արձակման կայանքները տեղափոխել է ավելի քան 482 կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռների հասանելիության գոտուց դուրս։ Bloomberg-ը գրել է, Իրանի դեմ գործողության իրականացման դեպքում հիպերձայնային զենքի տեղակայման մասին որոշումը դեռևս կայացված չէ։ Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանում Միացյալ Նահանգների պատերազմն արժեցել է $25 միլիարդ։ Գումարի մեծ մասը սպառվել է զինամթերքի վրա։ Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին ներկայացվող զինատեսակներն ու զորախմբերը կրճատվել են, չեն լինի ռազմական տեխնիկայի շարասյունն ու ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները։ Պուտինը Թրամփին չի հրավիրել Մոսկվա մասնակցելու մայիսի 9-ի շքերթին։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, ադրբեջանական պատվիրակության Հայաստան այցից 3 անակնկալի էին եկել նաև ՔՊԱ-ական падգամավորները։ Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ոչ այցի, ոչ էլ առավել եւս օրակարգի մասին տեղեկացրել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ Զվարթնոց օդանավակայանում վարեջք է կատարել ադրբեջանական օդանավը եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։ Սակայն ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերում, այլ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելուն։ Տեղեկությունների համաձայն Մուստաֆաևի հետ ադրբեջանցի գործարարներ են ժամանել Հայաստան եւ Աղվերանի Աբրիկոտ ռեստորանում հայ գոլեգաների հետ հանդիպում է կայացել։
Հրապարակում նաև կարդում ենք իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ դեռևս 2023 թվականին Արցախի անկումից հետո ԱԱԾ-ում այսպես կոչված արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները։ Ասում են, հենց նրանց միջոցով էլ վերահսկվում են արցախցի գործիչների եւ առհասարակ արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում։ Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել։ Հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի կանդազի գործով։ Խոշոր ավտովթար Տավուշի մարզում Բերդվերին Կարմիր ավտոճանապարհին 29-ամյա վարորդը շաքման բեռնատարով բախվել է հողաթմբին եւ կողաշրջվելով փակել ճանապարհը, կա վիրավոր։ Ֆինլանդիայում ռոբոտ առաքիչներին ճանապարհային բարդությունների ժամանակ օգնության են հասնում մարդիկ, ահա կադրերը։ Եվ եղանակ սպասվում է ոչ սառը, բայց տեղումն առատ մայիս։ Մայիսը հանրապետության տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է եւ տեղումները հիմնականում մայիսին դիտվում են երեկոյան ժամերին եւ գիշերը։ Ի տարբերություն ապրիլ ամսվա զգալիորեն կկրճատվեն սուր օդային հոսանքների ներթափանցման դեպքերը։ Օդի ջերմաստիճանը եւ գիշերային եւ ցերեկային ժամերին կլինի մոտ 5-ից 6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք։